Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ ՔՊ-ն բաժանում է խորհրդարանի առանցքային պաշտոնները, ով կգլխավորի ազգային ժողովը, ովքեր են հավակնում փոխոսնակի պաշտոններին։ 7 քաղաքական ուժ վիճարկում է ընտրության արդյունքները, բայց դատավարության առաջին եւ ամենաթեժ վեճը ծավալվում է հենց սահմանադրական դատարանի կազմի շուրջ, ինչ է կատարվում բարձր դատարանում։ Ձեր հեռախոսը պետության վերահսկողության ներքո, ինչ է փոխվելու 2027-ից։ 243 կիլոգրամ թմրամիջոց ընդամենը 5 ամսում, որքան է աճել կախվածությունների կենտրոնում հաշվառված թմրամիջոց գործածած կանանց թիվը։ Հայաստանի ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները, Մոսկվայի նոր կոշտ ուղերձը։ Խուճապ եւ փրկության պայքար Վենեսուելայում ամենահզոր երկրաշարժից հետո փլատակներից օգնության կանչեր են լսվում։ Կանաչ տրանսպորտին նոր թափ Հայաստանը ստեղծում է արագ դիսկավորման ազգային ցանց, ինչ են պայմանավորվել Շտիգենը եւ չինական ընկերությունը։ Ընտրության արդյունքների շուրջ պայքարը մտնում է վճռորոշ փուլ։ Հունիսի 8-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո քաղաքական պայքարը տեղափոխվել է սահմանադրական դատարան։ Այսօր բարձր դատարանը սկսել է քննել 7 քաղաքական ուժերի դիմումները, որոնք պահանջում են վերանայել ընտրության արդյունքները։ Սակայն մինչ սահմանադրական դատարանը կհասցնի գնահատել ընտրական գործընթացի օրինականությունը, հարցականի տակ է դրվել հենց դատարանի կազմի անաչառությունն ու լեգիտիմությունը։ Ընդդիմությունը պնդում է, որ նման կազմով կայացված ցանկացած որոշում կարող է նոր հարցեր առաջացնել, մինչդեռ դատարանը մերժել է այդ առնչությամբ ներկայացված միշտորթությունները եւ արդեն անցել է ընտրության արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությանը։ Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունը չեղյալ հայտարարելու ընդդիմության միջնորդությունը։ ՍԴ-ն որոշում պիտի կայացնի 15 օրում։ Դիմումները քննելուց առաջ սահմանադրական դատարանի մոտ ընդդիմադիրները պատասխանել են լրագրողների հարցերին։ Ինչպես քննարկման ժամանակ, այդպես էլ մինչև քննարկում դատարանի մուտքի մոտ ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը կասկածի տակ դրեց սահմանադրական դատարանի անկախությունն ու չեզոքությունը։ Այն, որ սահմանադրական դատարանը անկախության, իր չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի եւ այդպիսին է նաեւ հանրային ընկալումը, կարծում եմ դա անհերքելի փաստ է։ Սահմանադրական դատարանը կրճատված կազմով է քննում դիմումները, բացակայում են Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ Դատարանը որոշել է, որ նրանք կանխակալ են ու չեն կարող քննել այս հարցը։ Մինչդեռ ԲՀԿ ներկայացնող Արամ Օրբելյանը միջնորդեց, որ ՍԴ-ն քննարկումն ամբողջական կազմով շարունակի։ Գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե սահմանադրական դատարանի կողմից, այլ սահմանադրական դատարանի կրճատված կազմով կողմից, ինչը առաջացնում է որոշակի խնդիր որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված։ Սահմանադրական դատարանը սակայն մերժեց Օրբելյանի միջնորդությունը, միաժամանակ ուժեղ Հայաստանի անդամ Արամ Վարդևանյանը ճշտեց այս պարագայում ինչու է դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում մասնակցել քննությանը, հաշվի առնելով, որ նա նախորդ ընտրություններում եղել է падգամավորի թեկնածու Բաբաջանյան Շիրինյան դաշինքով։ Վարդևանյանը նաև մեկ այլ դատավորի Դավիթ Խաչատուրյանի մասնակցության հարցը քննարկման առարկա դարձրեց։ Կազմի տեսանկյունից կարծում եմ նաև պարոն Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարց առնվազն քննարկելու մակարդակում որոշակիորեն պետք է իրացվեր։ Հիմնավորեմ ինչի համար։ Պարոն Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործի շրջանակներում որպես երրորդ անձ ներգրավված հակակոռուպցիոն կոմիտեի, իդեպ եթե չեմ սխալվում հենց հակակոռուպցիոն կոմիտեի անվանումը ստացած ժամանակահատվածում նախագահի, այլևս իհարկե պաշտոնաթող, բայց նախագահի հարազատ եղբայր։ Ի պատասխան դատավոր Դավիթ Խաչատուրյանը պնդեց ինքը Սեդա Սաֆարյանից ճշտել է, վերջինս չի զբաղվել կուսակցական գործունեությամբ։ Ինչ վերաբերվում է իր եւ Սասուն Խաչատրյանի ազգակցական կապերին, Խաչատրյանն ասաց, որ իր եղբորն աշխատանքից ազատած վարչապետին պաշտպանելու տրամաբանություն չկա։ Նա հրաժարվեց բարձրացնել իր մասնակցության անհնարինության հարցը։ Սահմանադրական դատարանի կազմի հարցը քննարկելուց հետո ուժեղ Հայաստանը ներկայացրեց իր դիմումը։ Վարդևանյանը նշեց, որ նախընտրական փուլում իշխող ուժը վարչական ռեսուրս է կիրառել, օրինակ բերելով կենսաթոշակների բարձրացման հանգամանքն ու ժամանակահատվածը։ Դատավարության հիմնական պատասխանողը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, որպես երրորդ կողմ մասնակցում է քաղաքացիական պայմանագիրը։ Հարակից պատասխաններով հանդես կգան դատախազության, ներքին գործերի նախարարության եւ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Սահմանադրական դատարանի ներսում ընթացող իրավական գործընթացին զուգահեռ դատարանի շենքի դիմաց ընթանում է ընդդիմության կազմակերպած հավաքը։ Թե ինչ իրավիճակ է տեղում, հետևեք YouTube-ի մեր ալիքում։ Մինչ ՍԴ-ում դեռ փորձում են պարզել ընտրության օրինականության շուրջ բարձրացված հարցերը, իշխանությունն արդեն ձևավորում է նոր իշխանական համակարգը։ Քաղաքացիական պայմանագիրը սկսել է բաշխել առանցքային պաշտոնները։ Վարչության որոշմամբ ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրվելու Ռուբեն Ռուբինյանը։ Մեր վարչության ընթացակարգերը տարբեր պաշտոններում կամ տարբեր որոշումներ կայացնելիս միշտ շատ նման են, այսինքն տեխնացուները ելույթներ են ունենում, հնչում են հարցեր, հետո եզրափակիչ ելույթներ են լինում եւ հետո քվեարկություններ լինում։ Կոնկրետ այս դեպքում բոլոր տեխնացուները ներկայացրել են իրենց տեսլականը կամ իրենց առավելություններն են փորձել ընդգծել եւ գրանցվել է Ռուբեն Ռուբինյանը կարող է դառնալ Հայաստանի նոր խորհրդարանի նախագահը, սակայն նրա քաղաքական կենսագրության ամենաքննարկված էջերից մեկը շարունակում է կապված մնալ Թուրքիայի հետ։ Ստամբուլում ուսումնական ծրագիր, հայ-թուրքական բանակցություններում հատուկ ներկայացուցչի դեր եւ տարիներ շարունակ չդադարող քաղաքական մեղադրանքներ։ Որն է Ռուբինյանի թուրքական ուղղության իրական պատմությունը, Գառնի Մութաֆյանն է ներկայացնում։ Քաղաքական ընտանիքում ծնված Ռուբեն Ռուբինյանի համար քաղաքականությունը վաղուց է դարձել առօրյայի մաս։ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի որդին է։ Ծնվել է 1990 թվականին Երևանում, ավարտել Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա կրթությունը շարունակել արտերկրում, մագիստրոսի աստիճաններ ստանալով Լոնդոնի համալսարանական քոլեջում եւ Լեհաստանի Յագելոնյան համալսարաններում։ 2017-ից 2018 թվականներին Ռուբինյանը մի քանի ամիս անցկացրել է Ստամբուլում, Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Սաբանջա համալսարանին կից Ստամբուլի քաղաքականության կենտրոնում նա ուսումնասիրել է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների դերը։ Թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս անցկացրել եմ, ավելի շուտ իրականացրել եմ հետազոտություն հիմնադրամի ծրագրի շրջանակներում Թուրքիայում։ Եվ ի դեպ, երբեք դա չեմ թաքցրել, որովհետև Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո փոխնախարար նշանակվելուց երևի 3 կամ 4 օր անց հարցազրույցում բաց ասել եմ, որ ես հեղափոխությունից առաջ այնտեղ էի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը միացել է ավելի վաղ 2015 թվականին։ Եղել է կուսակցության հիմնադիր, վարչության անդամ, մամուլի քարտուղար, ապա վարչության փոխնախագահ։ 2018 թվականի մայիսին նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, իսկ նույն տարվա արտահերթ խորհրդարանի ընտրությունից հետո ընտրվել է ազգային ժողովի падգամավոր։ 2021 թվականից զբաղեցնում է ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը։ Նույն թվականի դեկտեմբերին Ռուբինյանը նշանակվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։ Այդ կարգավիճակում նրա առաջին հանդիպումը Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչի հետ կայացավ 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։ Ստամբուլում նրա հետազոտական աշխատանքի եւ հետագայում հայ-թուրքական բանակցություններում առանցքային դեր ստանձնելու պատճառով ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու մի շարք հանրային գործիչներ նրան բազմիցս մեղադրել են թուրքամետ որոշումներ ունենալու, անգամ Թուրքիայի շահերը կամ լրտեսական գործունեություն սպասարկելու համար։ Այս քննարկումները նախորդ գումարման ազգային ժողովում մի քանի անգամ հունից հանել են Ռուբինյանին։ Կանեմ են ինչ-որ կուզեն, տիրություն արեք, շարունակեք պարոն Աշա, կարամ, ձեզ սխալ է թվում ու ձեր ամբողջ խմբակցությանը ես արդեն կոչ եմ անում հանգստացեք միակ։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին հավակնող Ռուբինյանն իրեն ուղված մեղադրանքները Թուրքիայի գործակալ լինելու վերաբերյալ հերքել է, դրանք որակելով անհեթեթ եւ վիրավորական։ Իդեպ իշխող քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որը ընտրվելուց հետո առաջին շնորհավորանքը ստացավ հենց թուրք բանագնաց Քլիչից։ Գառնի Մութաֆյան, Նանա Գևորգյան, ABC Media։ Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ընտրությունից հետո իշխանությունն անցել է նաև փոխոսնակների թեկնածուների առաջադրմանը։ Այս պահին քաղաքացիական պայմանագրից ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրվել են Ալխազ Ղազարյանը եւ Վահագն Ալեքսանյանը։
Մինչ իշխանությունը ձևավորում է նոր խորհրդարանի ղեկավար կազմը, իրավապահները նոր քրեական հետապնդում են հարուցել Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Սա արդեն 4-րդ հանրային քրեական հետապնդումն է Ղուկասյանի նկատմամբ։ Ըստ քննչական կոմիտեի, այս անգամ խոսքը վերաբերում է դատարանում ոստիկանի օրինական պահանջը չկատարելուն եւ նրա նկատմամբ ֆիզիկական ներգործություն կիրառելուն։ Իրավապահների օրակարգում միայն աղմկահարույց քրեական վարույթները չեն, ոստիկանությունն այսօր ներկայացրել է նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերջին տվյալները։ Տարվա առաջին 5 ամիսներին իրավապահները շրջանառությունից դուրս են բերել շուրջ 243 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Միաժամանակ աճել է նաև մաքսանենգության բացահայտման ցուցանիշը, թեև գրանցված դեպքերի թիվը շարունակում է մնալ բարձր։ 2026 թվականի 5 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված ընդհանուր առմամբ 1313 հանցագործության դեպք, որոնցից 1269 հանցագործության դեպքը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1325-ի դիմաց։ Նշեմ, որ աճել է այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, կազմելով 52.7%, նախորդ տարվա 50.9-ի դիմաց։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների իրացման 757 դեպք, նախորդ տարվա 802 դեպքի դիմաց, այստեղ նույնպես ունենք բացահայտման ցուցանիշի աճ, այն կազմել է 21%, նախորդ տարվա 19.3-ի դիմաց։ Ինչ վերաբերում է թմրամիջոցների մաքսանենգությանը, ապա ընթացիկ ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 38 դեպք։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճին զուգահեռ մասնագետները մտահոգիչ միտումներ են արձանագրում նաև կախվածությունների բուժման ոլորտում։ Եվ թմրամիջոցի խնդիրը Հայաստանում փոխում է իր դեմքը։ Եթե նախկինում կախվածությունը հիմնականում տղամարդկանց խնդիր էր համարվում, ապա այսօր մասնագետներն արձանագրում են նաև թմրամիջոց գործածող կանանց թվի աճ։ Միաժամանակ բուժման դիմողների մեծամասնությունը կախվածություն ունի սինթետիկ թմրամիջոցներից։ Միտումը իհարկե աճն է, միանշանակ դա գնացում ենք, վերջին 5 տարիների ընթացքում հաշվառվածների թիվը աճել է 6.3%-ով, ցավոք սրտի դրանց մեջ աճում է կանանց թիվը մոտ 8%-ով, եւ անչափահասներ ունենք մենք հաշվառված, թիվը իհարկե չի աճում, բայց ամեն տարի մենք ունենում ենք 6, այսպես ամեն տարվա կտրվածքով կարող եմ ասել 6, 9, 7, 8 եւ ելի 6 անչափահասներ հաշվառված, ինչը կարծում եմ մեր հասարակության համար շատ լուրջ մարտահրավեր է եւ ընդհանրապես թվերի աճել լուրջ մարտահրավեր է։ Հիվանդանոցային կարգով բուժում են ստացել մեզ մոտ այս տարիների ընթացքում 1000-ից ավելի քաղաքացիներ։ Թմրամիջոցների դեմ պայքարը տեղափոխվում է նաև դպրոցներ։ Մտահոգիչ վիճակագրության ֆոնին կրթության եւ առողջապահության նախարարությունները սկսել են կանխարգելման ծրագիր ներգրավելով աշակերտներին, ուսուցիչներին, հոգեբաններին։ Ծնողների հետ նույնպես զրույցներ եւ քննարկումներ են լինում, որպեսզի հստակ մատնանշեն, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեն երեխաներին թմրամիջոցներից հեռու պահելու համար։ Իսկ կառավարությունը պատրաստվում է նոր վերահսկողության համակարգ ներդնել բոլորիս հեռախոսների համար։ Հեռախոսն այսօր պարզապես կապի միջոց չէ, այլ մեր թվային կյանքը անձնական տվյալներով, բանկային հավելվածներով եւ առօրյա հաղորդակցությամբ։ 2027 թվականից պետությունը նախատեսում է ստեղծել բոլոր բջջային սարքերի միասնական IMEI շտեմարան։ Կառավարությունն ասում է, սա պայքար է ապօրինի շրջանառության դեմ, մինչդեռ մասնագետները զգուշացնում են նոր համակարգը կարող է լուրջ հարցեր առաջացնել անձնական տվյալների պաշտպանության եւ թվային վերահսկողության սահմանների վերաբերյալ։ Ինչ վտանգներ են տեսնում փորձագետները, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Պետությունը պատրաստվում է նոր մակարդակի վերահսկողություն սահմանել բջջային հեռախոսների շրջանառության նկատմամբ։ 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է գործարկել IMEI կոդերի միասնական պետական շտեմարան, որտեղ կհավաքագրվեն բջջային սարքերի նույնականացման տվյալները։ IMEI-ն դա հեռախոսի հատուկ իդենտիֆիկացիոն համարն է, ոնց որ մեքենայի համար, որը ունիկալ է 15 նշանոց թիվ է ու դա դարձնում է ձեզ շատ վերահսկելի հեռախոս տեսանկյունից։ Կառավարությունը պնդում է նպատակը ապօրինի ներմուծման, ստվերային շրջանառության եւ հեռախոսների գողության դեմ պայքարն է, սակայն մասնագետները զգուշացնում են, նախաձեռնությունը կարող է լուրջ հարցեր առաջացնել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը եւ ձեր բոլոր քարտերը։
Սա պարզապես հարկային գործիք չէ, սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով որ սարքով է եւ երբ է ակտիվանում ցանցում։ Եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, օրինակ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում։ Նախագծում կա վտանգավոր մի կետ, ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով թվային այլ ծառայություններ մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն տվյալները, որոնք հավաքվում են իբր մաքսանենգության դեմ պայքարի համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ մեզ անհայտ նպատակներով։ Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբերհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի, իսկ անխոցելի համակարգեր չկան, յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։ Նոր կարգավորմամբ յուրաքանչյուր հեռախոս պետք է ունենա գրանցված իմեյի կոդ, հակառակ դեպքում բջջային օպերատորը չի մատուցի կապի ծառայություն։ Բացի այդ, սահմանվում են նոր տուրքեր մինչև 2 տարվա հեռախոսների ներմուծման համար, իսկ ներմուծողները պարտավոր են գրանցել յուրաքանչյուր սարքի իմեյի կոդը։ Ըստ նախագծի ստեղծվում է ինչ-որ կազմակերպություն, ոչ պետական, որին շատ չափազանց շատ տվյալներ են տրվում, այսինքն ձեր հեռախոսի իմեյլին, SIM քարտը, անձնագրի համարը, պլյուս նաև սահմանի շարժը, դա բացատրեմ, սա էլ է կարևոր։ Իրականում այս ինչա լինելու, այսինքն լինելու հետևյալը, եթե ձեր հեռախոսը պետական ռեեստրում չկա, այդ իմեյլին, ինքը բլոկվելու է։ Մեդիափորձագետը ընդգծում է, որ սա վերաբերում է նույնիսկ զբոսաշրջիկներին, որոնք գալիս են պարզապես Հայաստանը տեսնելու, նաև նշում, թե արդեն որ երկրներն են օգտվում այս համակարգից։ Թուրքիա, Իրան, Լիբանան, Եգիպտոս, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ինդոնեզիա, Պակիստան, Նեպալ, Կամբոջա, Բանգլադեշ, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա։ Այս միջազգային փորձը, ինչպես տեսնում եք, աշխարհի ամենաժողովրդավարական երկրներն են իմեյլները բոլորի գրանցում։ Փորձագետները զգուշացնում են, նման ծավալի տվյալների կենտրոնացումը կարող է մեծացնել կիբերանվտանգության ռիսկերը եւ հարցեր առաջացնել համակարգի իրական նպատակի ու վերահսկման սահմանների վերաբերյալ, եւ նման որոշում չպետք է կայացներ պետությունը առանց ավելի լայն քննարկման։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Տեխնոլոգիական օրակարգը շարունակենք մեկ այլ նախաձեռնությամբ, այս անգամ տրանսպորտի ոլորտում։ Եթե մի քանի տարի առաջ էլեկտրամեքենա գնելու գլխավոր մտահոգությունը լիցքավորելու հնարավորությունն էր, ապա այսօր այդ խնդիրը լուծելու ուղղությամբ նոր քայլ է արվում։ Շտիգեն ընկերությունն ու չինական գործընկերը պայմանավորվել են Հայաստանում ստեղծել արագ լիցքավորման ազգային ցանց։ Առաջին փուլում կկառուցվի 50 կայան, որոնք պետք է հեշտացնեն էլեկտրամեքենաների օգտագործումն ամբողջ երկրում։ Մանրամասները գիտի Անի Աբաղյանը։ Էլեկտրամեքենաներն աշխարհում աստիճանաբար ավելի մեծ պահանջարկ են վայելում, իսկ դրանց տարածման գլխավոր նախապայմանը զարգացած լիցքավորման ենթակառուցվածքն է։ Հայաստանում եւս այդ ուղղությամբ նոր քայլ է արվում։ Շտիգենն ու Շենդոն High Speed Group-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել երկրում ազգային արագ լիցքավորման ցանց ստեղծելու նպատակով։ Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է կառուցել 50 արագ լիցքավորման կայան։ Նախաձեռնության հեղինակների խոսքով դրանք պետք է ապահովեն էլեկտրամեքենաների վարորդների համար ավելի արագ, հասանելի եւ հարմարավետ լիցքավորման հնարավորություն, ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության տարբեր ճանապարհային ուղղություններում։ Հիմնական խնդիրը, որ մենք այս համագործակցության փորձում ենք լուծել եւ լուծելու ենք, դա ենթակառուցվածքային մոտեցումն է, ոչ թե ամենալավ խաչմերուկներում լիցքավորիչների տեղադրումն է, այլ համակարգային երկրի տարածքով այնպիսի ենթակառուցվածքի ձևավորում, որը թույլ կտա մատչելի, հասանելի եւ որակյալ ծառայություններ մատուցել եւ դրանով իսկ նպաստել ավելի նպաստել էլեկտրական տրանսպորտի զարգացման տեմպերին։ Նախագիծն իրականացվում է հայկական Շտիգեն ընկերության եւ չինական Շենդոն High Speed Group-ի համագործակցությամբ։ Վերջինս ենթակառուցվածքային խոշոր նախագծեր իրականացնող միջազգային ընկերություն է եւ կողմերը վստահեցնում են, այս գործակցությունը կարող է նոր խթան հաղորդել Հայաստանում էլեկտրական տրանսպորտի զարգացմանը։ Luckily, we found him at the Hank Stiegen. Yeah.
I think with our Մինչ պայմանագրի ստորագրումը երկար աշխատանք են տարել չինացի գործընկերների հետ, պատմում է Հայկ Շեկյանը։ Այս ընկերության հետ մենք մի քանի փուլով ենք նախատեսում համագործակցությունը, որովհետև ընկերությունը հզոր է, ունի ռեսուրսներ, փորձ, կարողություններ եւ մեծ ամբիցիաներ Հայաստանում։ Մենք նախատեսում ենք եւ ունենք նախնական պայմանավորվածություններ հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ եւ ներդրումներ իրականացնել, այսինքն Հայաստանի էլեկտրական ցանցերի վերազինման ծրագրերին մասնակցել։ Հիմնական այդ երկու ուղղությունները։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը։ Սա բավարարելի է այն, որ ենթակառուցվածք ենք ունենալու էլեկտրական մեքենաների լիցքավորման համար, սա բավարարելի է նաև էներգետիկ ավելցուկը, որ այս պահին ունենք եւ սպառելու կարիք ունենք ցերեկային ժամերին։ Հետևաբար ինքը շատ դրական կանաչ ներդրումային ծրագիր է։ Վերջին տարիներին Հայաստանում աճում է էլեկտրամեքենաների թիվը, իսկ դրա հետ մեկտեղ նաև ժամանակակից լիցքավորման կայանների պահանջարկը։ Նախաձեռնության հեղինակները վստահ են, ազգային արագ լիցքավորման ցանցի ստեղծումը ոչ միայն կհեշտացնի արդեն իսկ էլեկտրամեքենա օգտագործողների առօրյան, այլև կխրախուսի նոր վարորդների անցումը էլեկտրական տրանսպորտի։ Առայժմ մեկնարկում է ծրագրի առաջին փուլը՝ 50 արագ լիցքավորման կայանի կառուցմամբ։ Եթե այն իրականացվի նախատեսված ժամկետներում, ապա Հայաստանում էլեկտրամեքենաների օգտագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները զգալիորեն կընդլայնվեն, դառնալով երկրի կանաչ տրանսպորտային զարգացման հերթական քայլերից մեկը։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Տնտեսական ոլորտում Հայաստանի համար նոր մարտահրավեր է առաջացել արտահանման ուղղությամբ։ Հայաստանի ձկնամթերք արտահանող ընկերությունները կանգնել են ռուսական շուկայի հերթական սահմանափակման առաջ։ Ռոսելխոզնadzորը ժամանակավորապես դադարեցրել է Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի բոլոր մատակարարումների սերտիֆիկացումը, հայտարարելով, որ սպասվում է հայտնաբերված խախտումների վերացմանը։ Որոշումն արդեն մտահոգություններ է առաջացրել ոլորտում, քանի որ Ռուսաստանը հայկական ձկնամթերքի հիմնական արտահանման շուկաներից մեկն է։ Տնտեսական սահմանափակումների զուգահեռ ակտիվանում են նաև քաղաքական օրակարգը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Հայաստանի եւ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարաբերությունները շարունակում են մնալ լարված փուլում։ Ռուսական կողմի ներկայացուցիչները խոսում են հնարավոր սահմանափակումների եւ անդամակցության հետ կապված սցենարների մասին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցության կասեցման կամ կազմակերպությունից հեռացման վերաբերյալ որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհուրդը, այսինքն անդամ պետությունների նախագահները։ Հայաստանը պետք է որոշում կայացնի, մնում է կազմակերպությունում, թե նախընտրում է այլ սցենար եւ որ Երևանը պետք է այդ որոշման մասին տեղեկացնի ռուսական կողմին։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են Հայաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել անդամավճարը 2 տարի չվճարելու պատճառով։ Ըստ կանոնադրության ՀԱՊԿ խորհուրդը կարող է կասեցնել Հայաստանի քաղաքացիների ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը, նաև նրանց զրկել կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը վերջերս նշել էր, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Նա կարծիք էր հայտնել, որ եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։ Վենեսուելան պայքարում է վերջին տասնամյակների ամենահզոր երկրաշարժի հետևանքների դեմ։ Փլատակներից դեռ լսվում են օգնության կանչեր, հազարավոր մարդիկ վիրավոր են, տասնյակ հազարավորների ճակատագիրը դեռ անհայտ է։ Իսկ փրկարարները պայքարում են յուրաքանչյուր րոպեի համար։ Աղետի գոտում կան նաև հայեր։ Փլատակների միջից դեռևս օգնության կանչող ձայներ են լսվում։ Վենեսուելան պայքարում է վերջին 1 դարի ամենահզոր երկրաշարժի հետևանքների դեմ։ Ուրբաթ կեսօրի դրությամբ պաշտոնապես հաստատվել է 235 զոհի եւ մոտ 4300 վիրավորի մասին տեղեկությունը, սակայն իշխանությունը զգուշացնում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել։ Տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագիրը դեռևս անհայտ է, իսկ չդադարող հետցնցումների եւ նոր փլուզումների վտանգի պատճառով խուճապը երկրում չի դադարում։ Դակավին մի քանի ժամ առաջ թարցիալ ցնցում ապրեցանք, ինչ որ փոքր ցնցումներ դակավին դերի ունենան, այդ իսկ պատճառով
թե իշխանությունները եւ թե դեղույն մարմինները գտելացրեն, որ այն շենքերը, որ բոլորովին ապահով իրավիճակի մեջ չեն, այդտեղի ասենք բնակիչները չբարձրանան իրենց շենքերը։ Երկրորդ օրն է, որ փրկարարները ժամանակի դեմ պայքար են մղում, փորձելով գտնել կրկնակի երկրաշարժի հետևանքով պլատակներում մնացած մարդկանց։ Փրկության ուրախ պահեր են գրանցվում, երբ մարդկանց հաջողվում է դուրս բերել ողջ մնացածներին։ Այս 4-ամյա տղային տեղափոխում են անվտանգ վայր։ Փոշով պատված եւս 3 երեխա դուրս են գալիս պլատակներից։ Սակայն ընդհանուր պատկերը մռայլ է։ 35,000 մարդ անհետ կորած է համարվում։ Անոնք, որոնք իրենց տուները գործել են կամ ինչ-որ բան, իրենց հարազատների կամ իրենց բարեկամների մոտ են մնում այս պահի դրությամբ հայերն են նաև նմանապես, բայց անշուշտ շատերը երեկոյան փողոցում անցկացրեցին, որովհետև ոչ մեկ տուն ապահով էր, այն իմաստով, որ ընդհանուր վախը դակավին կար։ Սա խոճապային դրամատրությունը գոյություն ունի, ինչքան էլ կառավարությունը կարողանա, ասենք, վերականգնել կացությունը, բայց եւ այնպես դա խոճապային բանը մարդուց մոտ կա։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված այս կադրերը ցույց են տալիս Լա Գուայրիա քաղաքի ավերածությունների իրական մասշտաբը։ Կանգուն շենք գրեթե չի մնացել։ Այժմ մտահոգություններ կան, որ հատուկ են կանգուն մնացած որոշ շենքեր նույնպես կարող են փլուզվել։ Իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել եւ բնակիչներին հորդորել են չվերադառնալ վնասված շենքեր, քանի դեռ դրանց տեխնիկական վիճակը չի գնահատվել։ Նույնիսկ այն շենքում, որտեղ ես եմ ապրում, բազմաթիվ բնակարաններում մեծ ճաքեր են առաջացել։ Իմ բնակարանում նույնպես պատերին բազմաթիվ ճաքեր կան։ Լա Գուայրիայի 2 հիմնական հիվանդանոցն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով։ Բժիշկների խոսքով դեղորայքի եւ բժշկական պարագաների սուր պակաս կա։ Աշխարհի տարբեր երկրներից օգնության եւ փրկարարական խմբերը արդեն ուղևորվում են Վենեսուելա։ Բարեփոխտաբար հայ զոհ չունենք, սակայն շատ մահեր նաև ունեն նյութական վնասներ, թե իրենց գործադեղիներ են, թե իրենց դուներ են ներս, հայկական համայնքի անունով, հայկական ակումբեն ներս դարձյալ օգնության հայտարարություն տարածած են, որոնք ուզեն օգտակար դառնալ իրեր բերել այստեղ հավաքագրվին եւ բաժնվի ժողովուրդը։ Միաժամանակ Մայամիում կամավորները մարդասիրական օգնություն են հավաքում եւ փաթեթավորում։ Այս պահին ամեն ինչի կարիք կա սննդի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության մյուս պարագաների։ Շատ ընտանիքներ բառացիորեն կորցրել են ամեն ինչ։ Մասնագետները հիշեցնում են, որ երկրաշարժից հետո առաջին 48 ժամը վճռորոշ է ողջ մնացածներին գտնելու համար, իսկ դրա ավարտին մնացել են հաշված ժամեր։ Այս ժամի դրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ լուրերը։ Հաջողություն։